մագազինն երեք վարչապետը փաստացի գող անվանեց, այդ թվում ձեզ, ասած չկա նախկինում չկա մի ընտանիք, որից հեծը գողացած չլինի, պատրաստում եք իրավական ճանապարհով ինչ-որ գնալ իրավական ճանապարհով այս հայտարարությունների դեմ եւ կխնդրեի Էրեբունու դեպքի մասով, ես Էրեբունիում եմ բնակվում եւ ավելի քան 72 ժամ ձմռանը մենք լույս չունենք եւ այսպես հեցի կառավարիչների հայտարարությունները նայելով մի բանը պետք է շնորհակալ լինենք իրենց ասում են որ զարգացած երկրներում շատ ավելի երկար է տևում նման վթարները եւ իրենք շատ արագ, չգիտեմ հանձնարարականի հետևից են գնում կառավարչի արդյոք նման դեպքերում մենք նախկինում չենք ունեցել ինչ-որ այլընտրանքային լուծումներ, չգիտեմ երկրորդից, որպեսզի ձմռանը այդպես օրերով սրտին չմնան, որովհետև վերջին 10-15 տարվա մեջ ես հատկապես ձմռանը չեմ հիշում նման երկարատև անջատում։ Ձեր առաջի ասացի հետ կապված քննարկվում է այս պահին, ճիշտն ասած, չեմ կարող այս պահին ասել դատի տալու ենք թե չէ, ես նշեցի որ եթե չեղան արագ պաշտոնանկություններ, որ այսպես ասած իրեն, փաստորեն կամ խաբել են, կամ ինքն է խաբում։ Հիմա դեռ երրորդ տարբերակ կարծում եմ չկա։ Դե ուրեմն թող հերքեն, սպասենք, քննարկենք, տեսնենք, էլի։ Հիմա դա շատ փոքր այսպես ինձ համար օրինակ այդ իմ անձնական կարծիքն եմ ասում, այդ ինչ որ հայցով դիմելը շատ ավելի փոքր նշանակություն ունի, քան իմ ժողովրդի համար իրականությունը իմանալը։ Եթե ժողովրդի աչքերը բաց է ամեն ինչ տեսնում են, հիմա շատ ներողություն այնպես չի որ առաջի դեպքն է, մանիպուլացնել եւ ժողովրդին մոլորեցնելու, էլի։ Էրեբունի հետ կապված, եթե կհիշեք 24 թվականի, եթե չեմ սխալվում, մեծ վթար հրդեհ ունեցանք։ Այդ ժամանակ մենք ինչ էինք անում։ Մենք ալտերնատիվ մալուխներով այսպես սնում էինք իրականացնում։ Հենց որ տեսնում էինք բեռը այնքան է շատանում, որ այդ ենթակայանը չի կարող, ամենաշատը 2-3 ժամով անջատում էինք, որպեսզի բոլորը կարողանան, բայց չի եղել այդպիսի դեպք, որ այսքան ժամանակով ամենայն դեպս իմ պրակտիկայի ընթացքում չի եղել։ Այո, մենք շնորհակալ պետք է լինենք հեցի այն անձնակազմին, ովքեր որ այնտեղ գիշեր-ցերեկ աշխատել են, բայց նույն այդ անձնակազմը հաստատ այդքան երկար չեր աշխատի, եթե լիներ այն ժամանակվա կառավարումը։ Հիմա հայտարարություն է հնչում, որ եթե մենք մայիսին, նախ ինչու մայիսին չգիտեմ, իրենց ասածով պետք է որ մայիսին չլներ, իրենք ինչպես ասում են շատ վաղուց էին նախատեսում սա, հետո Սամվել Կարապետյանը իմացավ, մտավ քաղաքականություն, այս ոչ նորմալ, ոչ տրամաբանական թեզն էին առաջ տանում։ Ասում եմ, եթե մենք մայիսից այս գործընթացը չսկսենք, 3 անգամ վատ կլիներ։ Նախ այդ 3 անգամը ով է։ Հիմա ես էլ հակառակն եմ ասում, եթե վերցրած չլինեիք, 3 անգամ լավ կլիներ։ Այսինքն իմ կարծիքով սրանք քաղաքական հայտարարություններ են, ընդհանրապես ընտրազանգվածից հերթական անգամ կորուստ չունենալու համար։ Պարզից պարզ է։ Այն որ ես ասում եմ ու միշտ ասել եմ Սամվել Կարապետյանից ունեն վախ, բառից բուն իմաստով եմ ասում վախ, ոչ թե քաղաքական վախ, ընդհանրապես վախ։ Իրենք վախենում են Սամվել Կարապետյանի անձից։ Իրենք փորձել են բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհներով մարդուն փչացնել, չի ստացվել, որովհետեւ շատերի դեպքում միգուցե ինչ որ չափով, չգիտեմ եւ այլն, Սամվել Կարապետյանի պարագայում ուղղակի չի ստացվել։ Ինչը բերում է վախի, ինչը բերում է, պատկերացնում եք, ասենք, եթե իրենք խնդիր չունենային կոնկրետ այս թեմայով, կառավարության իրենց թիմի ղեկավարը, կառավարության ղեկավարը չէր մտնելու այս թեմայի մեջ, հավատացած եղեք։ Իրենք ամբողջ թիմով լծվում են այն ժամանակ ինչ որ մի process-ի կամ գործի, որտեղ իրենց արդեն պարտված են, իրենց զեկուցում են, չէ, վերջին հաշվով։ Համապատասխան կառույցներ ունեն, իրենց այսպես տարբերակներն ունեն ճշտելու ինֆորմացիան։ Իրենց զեկուցում են, որ չի աշխատում, Սամվել Կարապետյանի ռեյտինգը հակառակը բարձրանում է։ Հիմա ինչ պետք է անել այդ ժամանակ։ Սկսել արդեն մարդ առանց կանոնների։ 100%-անոց ստեր տարածել, վերջ, որը նորից չի աշխատելու։